անդրադառնալով վերջին իրողություններին, Հայաստանը փաստացի հրաժարվեց Եվրամիություն գնալու, այսինքն հետաձգեց Եվրամիություն գնալու մտադրությունը, ազգային ժողովում քննարկումը հետաձգվեց, մի կողմից էլ հնարավորություն են տեսնում անգամ նույնիսկ իշխանական որոշ վերլուծաբաններ, որ Հայաստանը վերադառնա ՀԱՊԿ շրջանում գործունեությանը եւ վերադառնա հայ-ռուսական օրակարգերին։ Դուք ինչպիսի զարգացումներ եք տեսնում այս իրողությունների պարագայում եւ իշխանությունների վարքագծում փոփոխություն նկատում եք։ Ես ճիշտ ասած վարքագծում փոփոխություններ չեմ նկատում, ուղղակի այստեղ էական փոփոխություն կա այն կողմի վրա, այսինքն Եվրամիությունը հիմա առանձին է մնացել, օրակարգը Ամերիկայից առանձնացել է եւ Ամերիկան այդ օրակարգը, որը ենթադրում է հետխորհրդային տարածքի մեջ մրցակցությունը, երկրների ընդգրկումը, հակառուսական տրամադրությունների սերմանումը եւ Ամերիկան այդ ամեն ինչից հրաժարվում է։ Եվ այս պարագայում Եվրամիությունը միայնակ չի կարող։ Սկզբից փորձել են եւ հետո շատ արագ տեսել են, որ Ուկրաինայի պարագայում այս ամենը տապալվում է։ Ըստ այդմ մեծ իշխանության ոնց որ այդ շարժիչ ուժը թուլացել է, իսկ այս ամբողջ գործունեությունը ինքը միշտ պայմանավորված է եղել հենց Եվրոպայից մղումով ու այդ թվում Մեծ Բրիտանիայից մղումով։ Այս պայմանությամբ այդ մղումը թուլացել է, որովհետև նրանք հասկացել են, որ Ամերիկայից աջակցություն չեն ունենա։ Իսկ ինչ վերաբերվում է արդեն մյուս քայլերին, ապա այստեղ ուղղակի, գիտեք ինչ, շատ դժվար է գնալ Եվրոպա, եթե քեզ այդտեղ ոչ մեկը չի սպասում։ Սա է խնդիրը եւ երևի Փաշինյանին բացատրել են, որ հիմա արի մի արագացի, այդքան բան։ Չեմ կարծում, որ Փաշինյանը ինքն է ինչ-որ sense լուրջ փոփոխությունների գնում։ Պարոն Միքայելյան, հենց այս իրողությունները հնարավոր է որ ստիպեն, որ այսպես ասած, հենց Փաշինյանը ուղիղ հայտարարի վերադարձի մասին Ռուսաստան, ինչպես որ հայտարարել է հնարավոր հեռանալու մասին։ Եթե նույնիսկ դա լինի, ես չէի բացառի իհարկե, բայց եթե նույնիսկ դա լինի, դա շուտով չի լինելու, նա դեռ փորձել է ինչքան հնարավոր է իր քաղաքականությունը իրականացնել, որովհետև ինքը նաև այդ քաղաքականության հաշվին փորձում է նաև որոշակի պոպուլարություն ձեռք բերի։ Հիմա իհարկե նաև իր աջակիցների շրջանում այս փոփոխությունը շատ բացասաբար է անցալվելու։ Այո, այսօր մի քանի սկրինշոթեր արդեն տեսել ենք աջակիցների շրջանակից ըմբոստացման կոչեր։ Պարոն Միքայելյան, նաև անդրադառնանք հայ-ռուսական հարաբերությունների այս պահի, այսպես ասած, այլընտրանքին, եթե Եվրամիությունը չկա հորիզոնում եւ եթե տարածաշրջանը շարունակում է մեղմ ասած լարված մնալ։ Եկեք Այսինքն հայ-իրանական օրինակ հարաբերությունների կոնտեքստում, եթե դիտարկենք հարցը հնարավոր զարգացումներ որպես այլընտրանք կամ բալանս։ Այ երկրորդ բառը ավելի ճիշտ է, որովհետև այո հայ-ռուսական հարաբերությունները օբյեկտիվորեն եւ սուբյեկտիվորեն կորցրել են իրենց դերը, որը իրանք ունեցել են առաջ։ Այս պայմանությամբ մեզ հետաքրքիր է օբյեկտիվ փոփոխություն, այսինքն որը Հայաստանի իրադարձություններով պայմանավորված չի։ Այսինքն Ռուսաստանի եւ միջազգային իրադարձությունները նվազեցրեցին այս գործոնը, բայց նրանք այս գործոնը չեն վերացրել, ուղղակի նվազեցրել են։ Եվ այս նվազեցումը պետք է կոմպենսացվի։ Բայց այն լուծումը, որը առաջարկում է իշխանությունը, այսինքն Ռուսաստանից հրաժարվել գնալ Արևմուտք, դա նույն թակարդի մեջ ընկնելն է, նույնիսկ ավելի վատ, որովհետև Արևմուտքի կարողությունը ստեղ մի բան անելու եւ ցանկությունը նաեւ մի բան անելու ստեղ շատ ավելի ցածր է։ Այսպիսով պետք է վերադարձի հնարավորությունը արդեն ցածրանում։ Այո, այստեղ պետք է ոչ թե երկուսի մեջ ընտրություն կատարվի, սա ի սկզբանե սխալ մոտեցում է եղել, այլ պետք է ընդլայնել աշխարհագրությունը։ Եվ այո, այստեղ ենթադրենք Իրանի դերը շատ բարձր է, Հնդկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հունաստանի, Ֆրանսիայի, բայց ոչ թե sense մի հատ դուրս գանք Ռուսաստանից, մտնենք Արևմուտք, հուսա կոչենք դիվերսիֆիկացիա։ Սա ուղղակի, այսպես ասած, շրջադարձ է, որը անկասկած բացասական հետևանքներ է ունենալու, պետք է ընդլայնել աշխարհագրությունը, որը կարող է ենթադրել նաև Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը, բայց էականը պետք է ընդլայնվի աշխարհագրությունը մեր արտաքին Ասիայի ուղղությամբ։ Շնորհակալություն, պարոն Միքայելյան։